նույն գործով առաջացել է սահմանադրական իրավական բնույթության դիրք, որը դուրս է գալիս սովորական քրեական դատավարական վեճի շրջանակներից և վերաբերում է սահմանադրական 96-րդ հոդվածով համակարգված պատկանողական անձնագրության ինստիտուտի բովանդակության ու սահմաններից, որոնք եթե գացել, որ սահմանադրության նորմերը ուղղակի գործող և 96-րդ հոդվածային հոդվածը, որ սահմանում է այդ անձնագրությունը և այն մեխանիզմները և դեպքերը, երբ որ այդ անձնագրություններից կարող են զրկվել կամ ինչ-որ այլ ընթացակարգեր են խախտվել։ Պատկանողական անձնագրությունը չի կարող կախված լինել բացառապես քրեական բարքի փուլից։ Այս դատավարությունը մինչև հիմա ընթացող այն որոշումները, որ կայացել են, ըստ էության տեղափոխում է պատգամավորական անձնագրության ինստիտուտի իմաստը, այնքանով ինչքանով տարօրինակ ձևով մեկնաբանում է սահմանադրական դատարանի համապատասխան որոշում։ Հիմա հարգելի գործընկերներ, եթե նախաքննության ընթացքում պատգամավորի նոր մեղադրանք ներկայացնելու կամ մեղադրանքի էական փոփոխության համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, ինչի մասին քիչ առաջ լսեց Տիկին Սահակյանը, մատնանշելով համապատասխան դեպք ազգային ժողովում, երբ 2025 թվականի մարտին դատախազությունը դիմել էր պարոն Սահակյանի պարոն Մարգարյանի անձնագրությունը զրկելու միջնորդությամբ, ապա նույն սահմանադրական երաշխիքը չի կարող վերանալ միայն անպատճառ, որ գործը գտնվում է դատաքննության փուլում։ Հակառակ մեկնաբանությունը ստեղծում է պատգամավորական անձնագրությունը շրջանցելու գործընթացային մեխանիզմ։ Տիկին Սահակյանը ճանաչել այդ մեկ անգամից ֆիքս է։ Այն դեպքում իրավապահ մարմինները կարող են ազգային ժողովի համաձայնությունը չստանալ, գործը փոխանցելով դատարան և արդեն դատաքննության ընթացքում միատես փոխելով կամ ընդլայնելով մեղադրանքը։ Նման մոտեցումը փաստացի զրկում է սահմանադրությամբ նախատեսված պատգամավորական անձնագրության ինստիտուտը իր գործնական արդյունավետությունից, քանի որ սահմանադրական երաշխիքը դառնում է կիրառելի միայն նախաքննության փուլում, բայց ոչ դատական վարույթի ընթացքում։ Այսինքն, այդ իմաստով այդ ինստիտուտը տրված է ամբողջական և բացարձակական պես։ Այսինքն, բացարձակ է։ Դուք չեք կարող ասել, որ դատաքննության փուլում ինքը կա, նախաքննության փուլում ինքը կա, բայց դատաքննության փուլում ինքը չկա, որովհետև դատաքննությունը արդեն նախաձեռնվել և իրականացվել է։ Իդեպ այս կապակցությամբ ես մի հետաքրքիր հանգամանքել մատնանշեմ, հարգելի դատարան։ Գիտեք, որ անցած տարի իմ անձնագրության հարցով հատուկ ներկայացուցիչ էր եկել ԵԽՊՕ-ից Հայաստանի Հանրապետություն, ուսումնասիրություններ կատարում և հետազոտություններ էր անում, և շատ հետաքրքիր մի դիտարկում է արձանագրել, որը ես ուզում եմ հիմա ընթերցեմ։ Պատկերացրեք, ինքը հանդիպել է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում, արդարադատության, դատական իշխանության համակարգում, մեզ հետ է հանդիպել և այլն։ Դա այն պայմաններում, որ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումների արկայության պայմաններում, այդ սահմանադրական դատարանի որոշման արկայության պայմաններում, հետևյալ արձանագրումն արել։ Մեր հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները չունեն միասնական և հստակ մեկնաբանում այն հարցում, թե ինչ է նշանակում հարուցել քրեական հետապնդում օրենքի և հետավաբար ԳԱՊ-ի 15-րդ հոդվածի իմաստով։ ԳԱՊ-ը միջազգային պայմանագիրն է, որը սահմանում է անձնագրության ռեժիմը ԵԽՏՎ-ի պատգամավորների համար։ Այսինքն, ըստ էության, մենք մեր իրավական համակարգն է այդ օրերին մինչև այս դատավարություններում իրավական անորոշության մեջ է գործել, որովհետև հարցը չէր առաջանում, բայց հարցը առաջացել է և հիմա ամենահեշտ ասելն է, որ դատաքննությունը սկսվել է այն ժամանակ, դրանով անձնագրության խնդիր չէ։ Այո, և դրանից հետո համապատասխան և նամակագրությունը տեղի ունեցել և արդեն հոկտեմբերին համապատասխան բանաձևն ընդունել ԵԽՏՎ-ի կողմից 26-30 Միայն սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը կարող է ապահովել պատգամավորական անձնագրության ինստիտուտի միատեսակ կանխատեսելի և սահմանադրությանը համապատասխան կիրառումը և բացառել այդ ինստիտուտի գործընթացային շրջանցման հնարավորությունը։ Պատգամավորական անձնագրությունը սահմանադրական ինստիտուտ է, այսինքն և այդ իմաստով մենք չենք կարող այսօր առաջնորդվել քրեադատավարական ինչ-որ հոդվածներում, որոնք ստորադաս են ուղիղ գործով սահմանադրական նորմին։ Ուստի այդ
նախաքննության փուլում ինքը կա, դատաքննության փուլում, այսինքն ստացվում է պատգամավորները ավելի նվազ պաշտպանված են եւ պաշտպանությունը գալիս է այն իմաստով եւ այն բովանդակությամբ, որից քիչ առաջ Տիկին Սահակյանը ասաց։ Նայեք, մինչ այժմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի անդամների անձնագրության վերաբերյալ քննարկումները Հայաստանում կենտրոնացել են ազատ տեղաշարժի իրավունքի վրա։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մի շարք պետություններ տարբեր վարչական կամ քրեական միջոցներով ոչնչացնում են պատգամավորների մասնակցություն վերաժողովի աշխատանքներին, որոնց մեջ բացի Հայաստանից կար մեկ այլ պետություն ևս։ Սակայն նման մոտեցումը չի արտացոլում խորհրդարանական անձնագրության ամբողջ բովանդակությունը եւ փաստացի լրացնում է դրա նշանակությունը։ Խորհրդարանական անձնագրության հիմնական նպատակը պատգամավորի ազատ տեղաշարժը չէ։ Դա հիմնական նպատակը պատգամավորի անկախության ապահովելն է, նրա խոսքի եւ քաղաքական գործունեությունը պաշտպանել, ինչպես նաեւ քաղաքական կանոնի քրեական հետապնդումից պաշտպանել։ Ազատ տեղաշարժը հանդիսանում է այդ երաշխիքների միայն մեկ բաղադրիչ։ Եթե անձնագրությունը սահմանափակվի միայն վերաժողովի նիստերի մասնակցելու հնարավորությամբ, ապա կօգնի դրա հիմնական սահմանադրական եւ միջազգային նշանակությունը, ապահովի պատգամավորի անկախությունը պետական իշխանության հնարավոր ճնշումների։ Սույն գործը հենց այդ խնդրի վառ օրինակն է։ Այստեղ հարցը վերաբերում է ոչ թե Եվրոպայի խորհրդի նիստերի մասնակցելու հնարավորությանը, այլ այն հանգամանքին, թե արդյոք Հայաստանի Հանրապետություն գործում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի անդամի միջազգային անձնագրության ամբողջական պաշտպանության մեխանիզմներով։ Առավել մտահոգիչ է այն հանգամանք, որ Հայաստանի անձնական դատարանները հետևողականորեն հրաժարվել են իրենց իրավասու ճանաչել այս հարցում։ Նախ նման դիրքորոշում արտահայտեց դատավոր Աննա Բեկյանի կողմից ժամանակին, իսկ հետագա նույն մոտեցումը ընդունեցին նաև մյուս դատարանները։ Ըստ էության, անտեսելով մեր միջնորդությունը ճանաչել իրենց որպես ազգային իրավասու մարմին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է իրավիճակ, երբ միջազգային անձնագրությունը ձևականորեն ճանաչում է, սակայն որևէ ազգային դատարան իրեն իրավազորժ չի համարում ապահովելու դրա իրականացումը։ Սա նշանակում է, որ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել այս գործի շրջանակից։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը։ Հաջորդ խնդիրը, որ ուզում այդ մեր ուշադրությունը նաև գրավել, դա Տիկին Սահակյանի մատնանշական հանգամանքն է, որ այս քրեական հետապնդման ընթացքում 8 տարիների ընթացքում եղել են էական եւ վերջնական դատական ակտեր։ Այսինքն մեկը վճռաբիք դատարանի կողմից արդեն ստեղծության առաջարկանի դատարանի որոշում ուժի մեջ տոնել մասի որոշումն է, համապատասխան բողոքող միաժաներով, երկրորդ սահմանական դատարանի որոշումն է։ Ըստ էության ստացվում է այն, որ սույն գործի առանձնահատկությունը նաև, որ նույն փաստական հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ գոյություն ունեն իրավական ուժի մեջ մտած երկու հիմնարար դատական ակտեր։ Առաջինը նշեցի 2019-ին, երկրորդը 2021-ին Հանրապետության Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը։ Թեև նշված դատական ակտերը վերաբերում են տարբեր իրավական հարցերի, դրանք երկուսն էլ առնչվում են նույն փաստական դրվագներին եւ դրա նկատմամբ պետության իրականացած քրեական հետապնդման։ Այս պայմաններում պետությունը չի կարող նույն փաստական հանգամանքները կրկին դարձնել քրեական հետապնդման առարկա, պարզապես փոխելով դրանց իրավական որակումը կամ դրանք ներառելով քրեական օրենքի մեկ այլ օգտվի շրջանակներ։ Հակառակ մոտեցումը նշանակում է, որ այդ հենց դատական գնահատականի արձանագրված նույն փաստական հիմքերը կարող են անսահմանափակ թվով անգամներ դառնալ նոր քրեական հետապնդման առարկա, յուրաքանչյուրական դրանց տալով նոր իրավական ձևակերպ։ Նման մոտեցումը կհատկացի ոչ միայն կրկնակի դատվածության բացառման սկզբունքին, այլև իրավական որոշակցության, դատական ակտերի վերջնականության եւ քաղաքացիների իրավական վստահության հիմնարար սկզբունքների։ Եվ վերջի հանգամանքը, որ ես ուզում եմ նշել, դա մեղադրական եզրակացությունում նշված 9 լիազորությունների կատարման հետ կապված դրվագներն են, որը ճիշտ ասած մի քիչ անհասկանալի է։ Նոր մեղադրանքի համաձայն ես իբր օժանդակել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին պաշտոնական լիազորությունները հաստատելու հարցում 2008 թվականի մարտի 1-ին Երևանում արտակարգություն հայտարարելու մասին հրամանագրի ընդունման ընթացքում։ Մինչդեռ ինձ վերաբերող գործողությունները հանդիսացել են իմ ծառայական պարտականությունների կատարումը Հանրապետության նախագահի հրամանագրի նախապատրաստման եւ ընդունման սահմանված պետական ընթացակարգի շրջանակներում։ Իդեպ ուզում եմ միանգամից նաև նշել, որ այն հանգամանքը, որ նշվում է Վարավան Գևորգյան ուղարկել է հրամանագրի նախագիծը համաձայնեցման ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին, սահմանադրության համապատասխան հոդվածի ուղղ պահանջ։ Այսինքն անկախ ամեն ինչից նաև ես կարգավորելու նաև այդ իմաստով սահմանադրական այդ պահանջ։ Ինքնին ծառայական պարտականությունների կատարումը չի կարող հավասարացնել
հանցակցությանը, եթե ապացուցված չէ, որ տվյալ պաշտոնատարը գործել է ոչ թե պետական լիազորությունների իրականացնելու նպատակով, այլ գիտակցաբար աջակցել կոնկրետ հանցավորության պատճառով։ Հիմա նայեք, եթե դատախազությունը գտնում է, որ հենց հանրապետության նախագահի հրամանագրի նախապատրաստման եւ ընդունման գործընթացը եղել հանցավոր, ապա առաջանում է մեկ այլ հարց հարց. Ինչու քրեական հետապնդման չեն ենթարկվել այն բոլոր պետական պաշտոնատարանցի, որոնք ներգրաված են եղել նույն գործընթացում հրամանագրի մշակման, համաձայնեցման, նախապատրաստման, ընդունման եւ ԱԺ հաստատման փուլերով։ Անկեղծ ասած, իրանք ճիշտ են արել, որ նմանատիպ բան չեն արել, որովհետեւ ամբողջ գործընթացը հրամանագրի ընդունման եւ հաստատման օրինական է եղել եւ որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից։ Խոսքը վերաբերում է պարզապես այն հանգամանքի, որ այս բարակը իրանք խտրականություն են դրսևորել իմ կոնկրետ պարտականությունների կատարելով քրեական ինչ-որ նոր գնահատական են դրել։ Այսինքն երրորդ անդամախ է եւ փորձում են հասնել ինչ-որ ցանկալի արդյունքի, այո։ Նման չափանիշի բացակայության պայմաններում, այսինքն երբ որ բոլորի գործողությունները նույն ձևով պետք է գնահատվեն, մեղադրանքը ձեռք է բերում ընտրողի բնույթ եւ հիմնվում է ոչ թե կատարած կոնկրետ գործողությունների իրավական գնահատական կամ այլ մեղադրյալ անձի ընտրության վրա։ Իմ նկատմամբ առաջադրելով մեղադրանքը չի նկարագրում հանցագործի պահպանի տարերը, այլ ընդհանուր քրեական գնահատական տալիս պետական պաշտոնատար անձի օրինական ծառայական գործունեությանը հիմնվելով ենթադրությունների վրա։ Պաշտոնական պարտականությունների կատարումը չի կարող ինքնին համարվել հանցագործություն։ Արագել դատարան։ Ես սա հիմա ուզում եմ շեշտել, որովհետև այն ինչ որ հիմա կատարվում է այս դարիճում, ունենալու է շատ լուրջ հետևանքներ պետական կառավարման համակարգի ընդհանուր առումով համար։ Հակառակ դեպքում պետական իշխանության ցանկացած իրավաչափ գործունեություն կարող է հետագայում քրեականացվել բացառապես քաղաքական կամ հայեցողական գնահատականի հիման վրա։ Եթե ծառայական պարտականությունների բարեխիղճ կատարումը հետագայում կարող է գնահատվել որպես հանցագործություն միայն անպատճառ, որ ավելի ուշ վերագնահատվել է վերադարձ պաշտոնատար անձի որոշումը, ապա վտանգի տակ է դրվում ամբողջ պետական կառավարման համակարգի բնականon գործունեությունը։ Նման մոտեցումը ստեղծում է իրավական անորոշություն պետական ծառայողների համար, քանի որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստիպված կլինի կասկածի տակ դնել վերադարձ մարմնի կամ պաշտոնատար անձի յուրաքանչյուր որոշման օրինականությունը եւ հրաժարվել իր ծառայական պարտականությունների կատարումից, ապագայում քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգից խուսափելու նպատակով։ Արդյունքում կատարվում է պետական կառավարման համակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունը եւ կառավարելիությունը, քանի որ պետական ծառայողությունը առաջնորդվել ոչ թե օրենքով երիչ պաշտոնական պարտականություններով, այլ հետագա քրեական հետապնդման վախով։ Նման իրավական մոտեցումը հակասում է իրավական պետության, իրավական օրոշակիության եւ պետական իշխանության բնականon գործունեության սահմանադրական սկզբունքներին։ Պետական ծառայողը պարտավոր է գործել օրենքի եւ լիազորությունների շրջանակում, սակայն չի կարող կրել քրեական պատասխանատվություն միայն այն պատճառով, որ հետագայում վերահսկողվել կամ գնահատվել է վերադարձ բանի քաղաքական կամ իրավական որոշում։ Հակառակ մոտեցումը կհանգեցնի նրան, որ պետական իշխանության ցանկացած որոշման նախապատրաստմանը կամ կատարմանը մասնակցած պաշտոնատար անձ կարող է տարիներ անց հայտնվել քրեական հետապնդման ներքո, բացառապես այն պատճառով, որ փոխվել է դրա որոշման քաղաքական կամ իրավական իրավիճակը։ Պետական իրավունքը չի կարող վերացնել պետական կառավարման հետադարձ գնահատման գործը։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր պետական ծառայող ստիպված կլինի ընտրություն կատարել ոչ թե օրենքի եւ իր պաշտոնական պարտականությունների, այլ ապագա քրեական հետապնդման վախի միջև գործող եզրամիջոցով ճաշացի։ Ես ամբողջությամբ միանում եմ Տիկին Սահակյանի ներկայացրած դիրքորոշմանը եւ խնդրում եմ մաքսիմում արագ